Բարի լույս իմ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ լավ եք, թանկագիններս, ես էլ եմ լավ, սիրելի հետևորդներ, մեզ մոտ այսպիսի մռայլ առավոտ է բացվել, նորից ամպամած, ամպերը սևացած, քամոտ, եղանակ է սիրելիներս, հիմա ուզում եմ սկսեմ այս գեղեցկուհի լիլիաներիս գեղեցկությամբ այսօրվա տեսանյութը, իրոք հրաշք են, հրաշք, այս մեկը որ լրիվ դրախտային լիլիա է, հիմա սիրելի հետևորդներ ջան, դեմքով բոլորիդ բարևեմ, սիրում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, անսահման և շնորհակալ եմ ձեզ ձեր բարի գրառումների համար, քանի օրեր, անձրևներ, սելավ, որոշեցի այսօր առավոտյան դուրս գալ, տեսանյութը նկարել մեր հողամասից և մի փոքր հողամասում գործ ունեմ անելու, քանի տանը չեն, սիրելիներս սկսեցի ծաղիկներից, հիմա հերթով ծաղիկները ցույց տամ և անցնենք այն գործին, որը այսօր նախատեսել եմ, հետևորդներ ջան, թե չէ որ եկան, ճիշտ է վրաս խոսալու են, բայց ես էլ եմ ուզում աշխատել, չէ որ աշխատող մարդը սիրում է աշխատել, որքան էլ տեղը ցավա, վատը զգաս, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, թարմացնում է մեզ, գնացինք միասին, սիրելիներս հիշում եք չէ որ այս ծաղիկը, նորիկը և մանիկը միասին տեղափոխեցին, բարձրացրեցին թելի վրա, տեսեք ինչ բարձրացել է, դեռ բարձրանալու տեղ ունի և գեղեցիկ ծաղկել է, հələ տեսեք ինչ գեղեցկություն եմ բերել ձեզ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն ասել եմ, որ ծաղկել վերջացել է իրիսը, հիրիկները, այստեղ արդեն սիրելիներս ծաղկում է ֆլոքսը, տեսեք, նոր է սկսել ծաղկել, բայց մի անուշ բույր ունի, չեք պատկերացնի, շատ անուշ բույր ունի, սա էլ մեր գեղեցկուհին, որ ծաղկել է, դե այստեղ արդեն աստղածաղիկը ծաղկեց վերջացավ, հիմա գնանք առաջ, այս վայրում դեռ մեխակը չի ուզում նահանջել, սերմ տալ, ծաղկում է դեռ, օй, լիլիաներս և ինչ է կատարվում սիրելիներս, քամ ու պատճառով գեղեցկուհիներս պարկել են, հիմա կքաղեմ, կտանեմ ներս, կդնեմ ջրի մեջ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ համար սիրուն նկարեմ, վերջում կքաղեմ, կտանեմ, ափսոս, հազար ափսոս, լիլիաներս, հազար ափսոս, այս կրակագույնն է, սրտիս հոգուս գույնով, դեղին գույնով, լիլիկներս, ոնց են ծաղկել, հրաշք, ուղղակի հրաշք, մանր խրիզանտեմաներն են դեռ չեն ծաղկել, շուտով կծաղկեն, այս գեղեցիկ դեղին ծաղիկները կոչվում է վաղինակ, ռուսերեն կալենդուլա, բարխացիների ծաղիկների դասին է պատկանում սիրելիներս, այստեղ էլ սիրելիներս սիրով ցույց եմ տալիս այս մանր գեղեցկուհիներից ծաղկած դեղին վարդիս, և ռոզվին արդեն անձրևներից փչանում են, սևանում են սիրելիներս, այս ծառի շուրջ բոլորն էլ
տնկել էր այսպիսի ծաղիկներ, իրենք էլ են լավ աճուն։ Հիմա գնանք ջեր մոտ, սիրելիներս։ Հիմա ցույց եմ տալի վարունգը։ Մի հատ վարունգ ենք տնկել, ընդամենը մի քյոլ։ Տեսեք, երեք բավականին քաղել են։ Այսօր տեսեք, նորից լիքն է։ Հիմա սկսենք լոլիկները ցույց տալուց։ Տարբեր սորտերի լոլիկներ են, կարմրում են, սիրելի հետևորդներ ջան, գեղեցկուհիներս, այստեղ մանուշակագույն լոլիկներն են, տարբեր սորտերի է։ Շուտով սրանք էլ կքաղենք, արդեն քաղում ենք սիրելիներս լոլիկները։ Հələ այստեղ նայեք, այս հրաշքին նայեք, տեսեք ոնց է շարվ է շարան, գեղեցիկ շարված, նույնն էլ այնտեղ է, նույնն էլ այնտեղ է, տեսնում եք բարխծին տնկած մնացել է, այնտեղ էլ ունենք տնկած, շատ օգնում է բարխծին, բայց այստեղ ոնց է կախվել սիրելիներս, ցուրտ է, մեկ դուռը բացել ենք, սա ծածկած ենք թողել։ Սրանք էլ կարմիրներն են։ Դրսում էլ դեռ ունենք։ Խոշոր լոլիկներ են նայեք։ Մի հատ էլ վարունգ, այստեղ ունենք, երեք ստեղից են քաղել երևի, սա էլ մնացել է, կքաղենք սիրելիներս, որ մարինատ անենք, վարունգներն այսօր քաղելու ենք, սա էլ ջերմոցը, ահա թե ուր եկամ, եկել եմ ծիտրոնները հավաքելու, մարզան, մենք արտաշատցիներս մարզա ենք ասում, քանի հարսս ու որդիս աշխատանքի են սիրելիներս, ես մի քիչ հողամասում գոնե աշխատեմ, կարոտել եմ, գիտեք, հողամասի գործերին, այս խոնավությունից ինչքան խոտ է աճել, էլ ասելու չի, այս հենց ծերերի մասը, սիրուն, ձեռքով հավաքում եմ, համարյա ուզում է ծաղկել, չի ծաղկել, բայց ուզում է արդեն, տեսեք արդեն մի փոքր երևում է, որ ուզում է, հերթով սիրուն կքաղեմ, ձեզ հետ միասին կզրույցեմ, հետո կնստեմ, կմաքրեմ սիրելիներս, կտեսնեմ, որ մեջը խոտ մոտ ձեռքիս հետ չգա, սիրելի հետևորդներ ջան, շատ սիրում եմ հողի հետ աշխատելը, բայց այս տարի այդպես ստացվեց, չեմ կարող ոչինչ անել, առողջությունը ավելի կարևոր է սիրելիներս, բայց ինչքան հնարավոր է, մեկ այսենց գաղտագողի կգամ ու գործ կանեմ, եթե լավ զգամ, այսօր լավ եմ զգում, որոշեցի, որ օգնած լինեմ, տան գործերն էլ կանեմ, տան գործերն էլ է իմ վրա կանեմ, բայց առաջինը որոշեցի, որ լավ եմ, գնամ քաղեմ, քանի անձրև չի եկել, հեսա անձրևը կլինի, զաթո գիտեմ սիրելի հետևորդներ ջան, որ մեր հայաթինն է, մեր այգուց եմ քաղում, մաքուր, անարատ, հայկական սերմ է, այնպիսի մի անուշ բույր ունի, էլ ասելու չի, չորացնում եմ և մեզ համար, աղջկաս համար, և չորացրած կանանչիները հյուրասիրում եմ, ովքեր որ
չունեն եւ Հայաստանից չեն ուղարկում։ Հիմա սենց սիրուն հավեսով հանգիստ կքաղեմ, դեռ միասին կոֆել չենք խմել, հենց դրսում էլ կոֆե կդնեմ, կխմենք, սիրելի հետևորդներ ջան, նորք դրսում էլ երևակայի լվանամ, չգիտեմ, եթե անձրև չգա, դրսում էլ կլվանամ, ենքան էլ դանդուր է աճել, ուզում եմ նորից թթու դնել կամ մեկ անգամ տապակել ձվով, շատ օգտակար է դանդուրը, շատ։ Հանգիստ քաղում եմ, կան չէ, որ գալիս են, այդ համպրճկեմ գամ, չէ, այտենց բան չկա, հանգիստ մեկ-մեկ սենց կքաղեմ։ Ահակին էլ կա, նուրբ դեռ դալար են ճուղերը։ Կարող էի մկրատել բերեի, բայց ոչինչ, ձեռքով հանգիստ քաղում եմ։ Շնորհակալ եմ բոլորիցս, սիրելիներս, ուղիղ եթերի համար եմ շնորհակալ, որ հետևեցիք, գրում էիք, լայքում էիք, ճիշտ է, քիչ էինք հավաքվել, բայց լավ էր, շատ համով զրույց ունեցանք։ Տեսեք, այսենց հանգիստ կքաղեմ, ինչ է վրազելու, ոչ մի բան, հանգիստ եմ քայլում ոտքիս համար, այսենց ոտքս որ չցավա, այն որ մեկ-մեկները կան է, աշխարհ շուռ կտա, հիմա իմն է, ուղղակի ոտքս է ցավում, սիրելի հետևորդներ ջան, դա է ինձ խանգարում շարժվել, բայց շարժվել պետք է, մանավանդ մեզ նման շաքարային դիաբետներին, անպայման ֆիզիկական աշխատանք է պետք։ Առանց աշխատել, շարժվել, մեր ոտքերը պետք է շարժվեն, երակները, այրունը խաղա երակների մեջ, թե չէ, սել սպիտակ բազուկի ճավ է։ Սիրելիներս, քաղեմ վերջացնեմ, որպեսզի շատ երկար չտևի, կմիանանք արդեն համ կոֆե կխմենք, համ էլ մի քիչ զրույց կանենք իրար հետ։ Քաղեցի, վերջացրեցի, հիմա եկել եմ կոֆե եմ դրել ինձ համար։ Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ հավաքվեք, մեր կոֆեի ժամն է, ժամը 8:30 է, հավաքվեք միասին կոֆեն խմենք, զրուցենք միասին և անցնենք մեր առօրյա գործերին։ Հələ տեսեք, քամու պատճառով գազը, տեսնում եք, ինձ ձև է վառվում։ Կոֆեն արդեն պատրաստ է, սիրելիներս։ Դուք էլ ձերը դրեք, եթե չեք դրել, միացեք տիկին Մարինեին։ Սիրելիներս, ակնոցներս դնեմ մի կողմի վրա, տեսեք, ինչքան հավաքեցի, ամեն անգամ այսքան որ հավաքեմ, մեր զմրվա չորացրած ցիտրոնը կունենանք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա կոֆեն խմենք, ինչպես միշտ ամեն օր միասին, արդեն սկսել ենք միասին խմել։ Սիրելիներս, քաղել եմ և ինձ համար, տեսեք, այս գեղեցիկ փոքրիկ ծաղկեփունջը, համ ես հիանամ, համ էլ դուք սիրելիներս, գիտեք, որ ծաղիկները, եթե ունենք այգում, պարտեզում և ծաղկած են, միշտ պետք է զարդարեն տիկին Մարինեի սեղանը և տիկին Մարինեն միշտ ձեզ պետք է նվիրի այս գեղեցկուհիներին,
Քաղեցի մի քանի հատ մեխակ, սիրելիներս, Լիլիա և Ցիմյա, հիանանք միասին, համ գործ անենք, համ էլ հիանանք միասին, քաղեցի, վերջացրեցի բոլորը սիրելիներս, միայն մարզան, սիտրոնը, Ռեհանն էլ վաղը, հերթով արդեն կսկսեմ մաքրել բոլորը, սիրելի հետևորդներ ջան, հիմա համ կզրուցենք, համ էլ կմաքրենք, համ էլ կոֆեն կվայելենք միասին, որտեղ դնեմ, որ հարմար լինի, կոֆես բերեմ ես կողմի վրա, օյ, քամի ամպերը կուտակված սիրելիներս, տեսնում եք եղանակը մի տեսակ դրական չի մեզ համար, անընդհատ անձրև հողամասում շատ ցեխ է, ոնց որ մենք ենք ասում, շատ, հազիվ քաղեցի, հազիվ, որոշել էի Ռեհանն էլ քաղեի, բայց ոչինչ, Ռեհանն էլ վաղը կքաղեմ, եթե անձրև չգա, կչորանա, կսառավոտի, Ռեհանն էլ վաղը կքաղեմ, քաղելու շատ բանջարեղեն ունենք, բիբարը, բադրջանը, չկարողացամ մտնել, ցույց տալ, ինչպիսի բադրջան ունենք, բիբար ունենք, լոլիկները սիրով ցույց տվեցի, Մարինկաս սիրելի հետևորդներ ջան, դեռ քնած է, որը որ երկար է, կարող եմ չկտրել, չորացնեմ հետո, բայց մի անգամից գործս ավելի հեշտ է, ավելի հեշտ կլինի, այսինքն մի անգամից ձեզ հետ էլ մի քիչ կզրուցեմ, կմաքրեմ, կլվանամ, սիրելի հետևորդներ ջան, կթողնեմ, կջրքանվի, ամանից մեծ սրբիչով կչորացնեմ, նոր կփռեմ չորանալու, անցած անգամ հավաքել եմ սիրելիներս, բայց առանց ձեզ ցույց չտվեցի, տարայի մեջ արդեն ցույց կտամ, շատ նուրբեն է, զաթո սիրելիներս, գիտեմ, որ իմ ձեռքով եմ չորացնում, մեկ անգամ ասել եմ, որ ուղարկել են, ինձ դուր չեկավ, ոչ թե դուր չեկավ, այլ լրիվ կարելի ասել աղբ, մի խոսքով, չենք դատում, որ չդատապարտվենք, չեմ բողոքում, Աստված իրենց հետ, ուզում եմ ասել ձեզ, ես շատ ուրախ եմ սիրելիներս, որ դուք իմ կողքին եք, աջակցում եք ինձ, խնդրում եմ նորեկներին բաժանորդագրվեն, սիրելիներս, գիտեմ, որ նայում են, բայց չեն բաժանորդագրվում, թող բաժանորդագրվեն, նորեկները լայքեն, տարածեն, որպեսզի ավելի առաջ գնա ալիքս, ավելի սիրով պատրաստեմ և ներկայացնեմ իմ պատրաստած ուտեստները, մեր առօրյան, մեր անելիքները, գնումները, մի խոսքով այն ամենը, ինչ ես պատրաստում եմ և ինչ ձեզ ցույց եմ տալիս։ Կսպասեմ բոլորիդ ձեր ակտիվությանը, սիրելիներս, ինչքան ակտիվ լինեք, տիկին Մարինեն այնքան ուրախ կլինի ձեզ համար, Աստված օրհնի բոլորիդ։ Հեսա Մարինես, որ արթնացավ, չէ, կասի տատի, ինչի չսպասեցիր, որ ես քեզ կոֆե դնեմ, թող քնի, արձակուրդ է, սիրելիներս, չեմ ուզում, որ արթնանա, թող քնի, հանգստանա, որովհետև արդեն դասերը որ սկսվեց, դաս, մինչև ժամը 5-ը տուն չի գալիս, հոգնում է երեխան, գիրք է կարդում, ինչքան ինձ օգնում է, սիրելիներս, դա բավական է, գոհանում է Մարինեիցս, Աստծուց, խելացի, լսող աղջնակ եմ աղջիկը, և դուք եթերում գրում եք, որ տիկին Մարինե, սիրում ենք Մարինկային,
Ես էլ ասում եմ շնորհակալ եմ սիրելիներս, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Տեսեք, հարցես եւ որդուս մշակածն է, չէ, որ քաղեցի այս անուշ բուրմունքով ցիտրոնը։ Շնորհակալ եմ եւ առողջություն եմ ցանկանում հարցիս։ Միշտ ուրախ լինեն, միշտ սերով լինեն, միշտ այդպես գնահատված լինեն։ Ամենակարևորը շնորհակալ եմ Աստծուն, որ այդպիսի դաստիարակված, խելացի հարց ունեմ։ Շնորհակալ եմ Տեր ջան քեզանից։ Այդքանն եմ խնդրում։ Առողջություն եմ խնդրում։ Բոլորիդ համար եմ խնդրում, սիրելիներս, բոլորս էլ առողջ լինենք։ Այսօր ծիտիկները չեն ծլվլում, ամպերն են գորգոռում։ Հիշում եմ, սիրելի հետևորդներ ջան, դե ես ծայրերից չէ քաղեցի, կիսուրս որ ցանում էր, խիտ էր ելնում, սենց քյոլերով, մեծ քյոլեր էր կապում Հայաստան, բերում էր, նստում էինք երկուսով, ասելով, խոսալով, իր կյանքը պատմելով, շատ դժվար կյանք է ունեցել, դժվար ապրել է, մի խոսքով դժվար տարիներ է ունեցել, խորթ մայր է ունեցել, արդեն պատկերացնում եք, չէ՞։ Շատ դժվար օրեր, մեկ հուզվում էի, անգամ լացում էի, գիտես, որ պատմում էր։ Հիմա արդեն չկան, թող հոգիները լույսերի մեջ մնա, իրենց քուրայում լնջեն խաղաղ, սիրելի հետևորդներ ջան։ Մեզ մնում է միայն գնալ, խունկ ծխել, ծաղիկներ դնել գերեզմանին, օրհնել եւ գալ։ Մեր մեծերից շատ բաներ ենք սովորել, այնպես չի, որ չեմ սովորել եմ, շատ մաքուր լված, կարու կարկտան անում, այն վաղ կարու կարկատան են ասում, հիշում եք, բոլորս էլ կարել են, կարկատել են, ես չեմ ամոթանում, որ ասեմ սիրելիներս, 91 մինչև 94 թվականները, եթե նասկին ծակվում էր, կարկատում էին, մեծ շալվարը կտրում, փոքրացնում որդուս համար, կարել եմ ձեռով հագուստ վայենի, կար էի անում, վայենի հագուստներ էին կարում, որդուս համարել եմ կարել, գնում էին կով պահելու, նասկիները, որը որ ծակ էր, չէ, կարում էի, լվանում էի, հագցնում էի, որդուս իրար հետ գնում էինք, մեր ծիրանի ծառերի տակ նստում էինք, ես կարկատան էի անում, որդիս էլ կովերին ու հորթերին էր նայում, ամեն ինչ էլ պահել եմ, չնայած այդ նախքան ամուսնանալը շատ հեռու եմ եղել կովերից, հավերից, բայց պահել եմ երեխաներիս գոյությունը, ապրելակերպ էր դա, ոչ թե գոյություն, այ ապրելակերպ էր։ Ամեն ինչ էլ պահել եմ սիրելիներս, հավել, կովել, խոզել, ապրել ենք այն նեղ ու ցուրտ մութ տարիներին, սիրելի հետևորդներ ջան, ոչ ոգի, ոչ մի լումա պարկ չենք եղել։ Տնային կյանքը դժվար է, սիրելիներս, պետք է դժվարությամբ հաղթահարենք, հաղթահարել ենք, հիմա հասել ենք այն կետին, որ արդեն փառք Աստծո ապրում ենք։ Լավ, մի քանիսից ավել, մի քանիսից պակաս, մեր մեծերը կասեն, ապրում ենք հանգիստ, խղճով, ոչ ոքի, ոչ պարկ պահանջ, մեր քրտինքով աշխատում ենք, արարում ենք եւ ապրում ենք, սիրելիներս։ Գոհանում եմ իմ երեխաների, թոռների, աղջկաս, փեսայիս համար, ինչու՞ չէ, իմ տան տղան ոնց որ լինի, սիրելիներս շատ սիրում, հարգում ենք, մենք իրենց, իրենք էլ մեզ։ Պատրաստվում ենք ձմռանը, ինչ անենք։ Պետք է պատրաստվենք, որ ունենանք։ Հայաստան, չգիտեմ, ոնց կստացվի, խոսքի որ գնամ ընդեղ չորացնեմ, ես ունեմ, տան մեջ նստած, ձեզ հետ խոսելով, ասելով, սիրելիներս, մաքրեցի,
չնայած բավականին է կա դեռ մաքրելու։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, հենց ինչքան էլ ունեմ։ Մաքրեմ կհանդիպենք իմ թանկագին բարեկամներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, մաքրեցի, վերջացրեցի, հիմա հողամասի ծորակում էլ մի լավ լվանամ։ Մի 2 կաթիլ անձրև եկավ, կտրվեց, հիմա էլ արև է դուրս եկել։ Լվանամ, տանեմ տուն։ Դրսում ավելի լավ է լվացվում։ Մաքուր է, այդքան անձրևներ է եկել, հիմա անջատեմ։ Ամեն օր անձրև, հեսա ջուրը ցույց կտամ, առաջի ջուրն է, տեսեք ինչ մաքուր է։ Մաքուր, հələ պահի Մարինե ջան։ Արթնացավ արդեն Մարինես, եկավ ինձ օգնության։ Նկարում է, տեսնում եք ինչ մաքուր է։ Ոյ, մի քիչ ցածրացնեմ։ Մինչև ջուրը լցվել, այս հաղարջներին տեսեք, այս գեղեցկուհիներին, վաղը միսուր սրանք էլ պետք է քաղենք, արդեն ուզում եմ վարենի փորձեմ, ձեռքերս ոնց սևացավ կանանչից, առ Մարինե ջան, չես ուզում, բա ինչ համեղ էր, իզուր չկերար Մարինե ջան, չի ուտում հատապտուղներ, բայց ես շատ եմ սիրում։ Մարինե ջան, գիտես ինչքան առողջարար է։ Կարմիրը թե։ Հա, Ազիզ ջան, քաղիք էր, քանի արև է։ Ուй։ Մի հատ էլ այսինքն կպահեմ սիրելիներս։ Կթողնեմ լավ, կջրքանվի, կդնեմ լավ կջրքանվի, նոր արդեն շորի վրա կփռեմ։ Ներս, արդեն ծիտրոնը լավ չորացել է, ջրքանվել է, շորի մեջ եմ լցրել, նորից չորացրել եմ, տեսնում եք չոր է, արդեն երեկոյան ժամը 9 է։ Հիմա կլցնեմ չորանոցի մեջ, որ կախենք չորանալու։ Դասավորելով կլցնեմ։ Մի անուշ հոտ է գալիս, էլ ասելու չի, սիրելիները, շատ անուշ հոտ է գալիս, հայկական սերմն է, Հայաստանից է բերված, այսենց բարձրացնեմ, հիմա կլցնեմ նոր կտեղավորեմ, կտարածեմ, որ բարակ շերտով լինի, վերջ, ծաղիկը սամպակաս մեզանից լինի, գեղեցկություն տա, հա, անուշ հոտ ա գալի, բա, այսպես, սիրելի հետևորդներ ջան, տարածեցի, հիմա կկախենք, դրսում էլ կախելու եմ, վաղը չէ, մյուս օրը մի հատ նորից սիրելիներս կտեսնեմ, եթե մի փոքր արդեն կթարամի և իրար կտամ շուտ կչորանա, կախելու եմ սիրելիներս շաճորի վերևը, այս մասում հարգելիներս շատ լավ հով է, սկվազնյակ է, անձրև չի թափվի վրեն և մաքուր է, կարող եմ բալկոնում էլ են
ծածկի տակ կախել, բայց այնտեղ մեքենաներ այնքան շատ են գնում գալիս, փոշի է։ Չեմ ուզում փոշու մեջ կախած լինեմ, սիրելիներս։ Հիմա կկախենք եւ կգնանք տուցի։ Սիրելիներս, տեսեք ինչքան սիրուն ստացվեց։ Հիմա վաղը երեկոյան մի հատ կխառնեմ, արդեն ինքը թառամած կլինի կանաչին։ Մի 3-4 օրից, եթե եղանակները արևոտ լինեն, ասել են, որ վաղվանից փոխվելու է եղանակները, 3 օրում կչորանա։ Կարևորը առողջ լինենք, որ մեր բոլոր պատրաստածները, չորացրածները վայելենք ձմռանը։ Հիմա կտամ որդիս, կկախի մեր շաճորի տակ։ Կախելու եմ շաճորի տակ, սիրելիներս, որովհետև այստեղ համ մաքուր է, սկվազնյակ է, փոշի չկա։ Կարող եմ մեր պատշգամբում տակն էլ կախել, հսկայական տեղ կա, բայց այնտեղ քանի որ փոշի է, մեքենաները շատ են գնում գալիս, սիրելիներս, այդտեղ չեմ կախելու։ Այստեղ համ մաքուր է, համ էլ շուտ կչորանա։ Ծաղիկներս։ Ծաղիկներ, ծաղիկներ, անթառամ ծաղիկներ, իմ սիրուն ծաղիկներ, իմ գեղեցկուհիներ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, Հողամասիս, Պարտեզիս բոլոր ծաղիկները նվիրում եմ ձեզ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում ձեզ եղեք առողջ եւ օրհնված։ Սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ ձեզ բոլորի թանկագիններս։ Ձեզ ասում եմ բարի գիշեր, բարի երազներ, հանգիստ քուն, մնացեք խաղաղությամբ, ստեսություն, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, մինչ նոր տեսա հոլովակ։